Ճիշտ ընտրված եւ ճիշտ տեղադրված մանկական նստատեղը կարող է կյանք փրկել։ 2025 թվականի առաջին եռամսյակում առանց մանկական նստատեղի իրավախախտման 867 դեպք է արձանագրվել։ Մեր երկրում մինչև 7 տարեկան երեխաները երթևեկելիս պարտադիր պետք է նստեն քար-սիթում։ Մասնագետները նշում են, դրանց ճիշտ օգտագործման դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ծանրագույն դեպքերը 80%-ով կկանխարգելվեն։ Երեխան ծննդատնից դուրս գրվելուց հետո արդեն իսկ պետք է ունենա իր մանկական նստատեղը, որը կապահովի երեխայի անվտանգությունը արդեն իսկ առաջին օրերից դեպի տուն տեղափոխման գործում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճիշտ ընտրված նստատեղը նվազեցնում է գլխի եւ պարանոցի ծանր վնասվածքների հավանականությունը, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների մոտ։ Մինչև 2-3 տարեկանը սովորաբար խորհուրդ է տրվում երեխանին նստացնել մեքենայի շարժմանը հակառակ, որը կկանխարգելի վթարի դեպքում պարանոցային կոտրվածքները, որոնք էլ իհարկե հասկանալի է, որ կբերեն ծանրագույն լուրջ հետևանքների առաջացմանը։ Իսկ 3-ից 6 տարեկան երեխաների դեպքում նստատեղը պետք է տեղադրվի այնպես, որ երեխան դեմքով լինի դեպի մեքենայի շարժման ուղղությունը։ Հետագայում արդեն բուստեր կամ մի փոքր բարձրացված նստատեղերով 7-ից 9 տարեկան հասակում արդեն կախված է իհարկե այս ամենը ոչ միայն երեխայի տարիքից, այլ նաև հասակից, կարելի է նստացնել արդեն սովորական բուստեր նստատեղերի վրա եւ ամրացնելով ամրագոտին պարտադիր։ Բժիշկները փաստում են, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ երեխաները շատ ավելի խոցելի են, ուստի ճիշտ ընտրված անվտանգության համակարգը կօգնի խուսափել այնպիսի վնասվածքներից, որոնք կարող են ազդել երեխայի կյանքի որակի վրա։ Իհարկե բոլորս հասկանում ենք, որ ամենաբարդը երևի թե ավելի հեռահար հետևանքներով լինի դրանք, ասենք դա գլխի ողնաշարի վնասվածքներն են, որոնք շատ դեպքերում կարող են բերել նաև երեխայի մոտ, եթե ոչ մահվան, ապա ցմահ որոշակի սահմանափակումների դրա զարգացմանը եւ նա կարող է լինել ասենք հետագա կյանքում ոչ լիարժեք ֆունկցիոնալ։ Մանկական նստատեղերի կիրառման վերահսկողությամբ զբաղվում է նաեւ ոստիկանությունը։ Արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով բարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված հսկողություն։ Անցած տարվա ցուցանիշներով մենք մոտավոր ունենք 2161 քաղաքացի, որոնց պատասխանատվության են ենթարկել ոստիկանության գործառույթները ոչ թե տուգանելն է, այլ իրավագիտակցության բարձրացումը իրանց կատարած աշխատանքների շնորհիվ եւ մենք փորձում ենք իրազեկման պրոֆիլակտիկ գործունեության շնորհիվ այնպես անել, որ իրավագիտակցությունը բարձրանա։ Առանց քարսիթի երթևեկելու համար նախատեսված տուգանքը 5000 դրամ է։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։